Փառք Աստծուն, եկեք բացենք Եփեսացիս 4:15 Եվ կարդանք մի տեղ, որը շատերիդ հայտնի է, որը շատ անգամներ կարդացվել է այստեղից։ Պողոս առաքյալը խոսում է եկեղեցու մասին, բացատրում է եկեղեցու գործելավոճը կամ աճելու պրոցեսը եւ 15 խոսքից կարդում ենք. բայց ճշմարիտ լինելով սիրո մեջ աճենք նրանում ամեն բանով, որ է գլուխը Քրիստոսը, որից բոլոր մարմինը միասին կազմվելով եւ միասին հարմարվելով ամեն հոդվածի ձեռնտվությամբ ամեն մի անդամի ներգործության չափով եւ այստեղ ուշադիր եղի այս խոսքին ամեն մի անդամի ներգործության չափով մարմնի աճելը գործվում է իր անձը սիրով շինելու համար։ Ամեն։ Պողոս առաքյալը բացատրում է եկեղեցու սխեման, հա, սենց ասեմ, թե ինչպես է աճում եկեղեցին, ինչպես է դա տեղի ունենում եւ շատ կարեւոր բաներ այստեղ ասում, մենք կանրադառնանք այդ ամենին։ Ես այս վերջին ամիսներ կամ շաբաթներ նորից եմ ասում, Աստված հստակ տեսնում եմ, որ մի ուղղությամբ է տանում իր խոսքը, մի ուղղությամբ է տանում եկեղեցին եւ այն ինչ որ խոսվում է այստեղ այս վերջին շաբաթների, կիրակիների, վերջին ամիսների ընթացքում, սիրելիներ, հիմքային բաներ է, որովհետեւ Աստված եկեղեցին բարձրացնում է մի նոր մակարդակի մեջ, մի ավելի զորավոր մակարդակի մեջ եւ ես զգում եմ, որ Տերն ուզում է, որպեսզի իմ ու քո հիմքերը ու արմատները ավելի առողջ լինի, ավելի ամուր լինի։ Ամեն, որովհետեւ երբ որ ինչ որ շենք կառուցվում է, ինչքան բարձր որ ուզում են այդ շենքը կառուցեն, ինչքան շատ հարկեր են ուզում այդ շենքի վրա դնեն, այդքան նրա հիմքը ավելի խորը ու ավելի ամուր են անում։ Եվ մենք տեսնում ենք ու հասկանում ենք, որ Աստված իր եկեղեցին եւ իր ժողովուրդը բարձրացնում է նոր մակարդակի մեջ, նոր բաների մեջ եւ դրա համար Աստված ամրացնում է իմ ու քո հիմքերը։ Ամեն։ Գիտես, որ եկեղեցին դա Աստծո սրտի երազանքն է։ Եկեղեցին դեռ ծննդոցից Աստծո սրտի երազանքն էր, սիրելիներս։ Աստված ցնծում, ուրախանում էր, տեսնելով արդեն այն ապագա եկեղեցին, որ պիտի ծնվեր Քրիստոսի միջոցով։ Եվ ինչի համար է Աստծո սրտի երազանքը, որովհետև երկրի վրա Աստված ինքը իրան ցույց է տալիս եկեղեցու միջոցով։ Աստված ինքը իրան հայտնում է եկեղեցու միջոցով եւ ես իմ նախկին քարոզների մեջ ասեցի մեկ անգամ, որ եկեղեցին դա մենք ենք, բոլորս էստեղ, ամեն, եւ վստահ եմ, որ սա այն եկեղեցին է, որ դուք գիտեք, երբ որ ասում եմ եկեղեցի, դա պատերը, քարերը, ինչ որ ոչ մի նյութական բան չի, այլ եկեղեցին դա մարդիկ են։ Եկեղեցին դա մարդկանց ժողովքն է։ Եվ եկեղեցի հենց նշանակում է այդպես ժողովք, հավաքույթ։ Աստված, Աստծո նպատակն է, Աստծո փափագը, որ ինքը իրան ցույց տա երկրի վրա եկեղեցու միջոցով։ Մենք տեսնում ենք շատ մարդիկ, աշխարհիկ մարդիկ կամ անհավատ մարդիկ, երբ որ խոսում ենք նրանց հետ, շատ ժամանակ մարդիկ կարծես շեշտը դնում են մի բանի վրա եւ ասում են տեսեք աշխարհում ինչքան չարություն կա, ինչքան ատելություն կա, ինչքան պիղծ բաներ կան, ինչքան վատ բաներ, պատերազմներ, մահեր, հիվանդություններ, կռիվներ, ատելություններ, հա, շատ բացասական բաներ կա երկրի վրա։ Եվ իհարկե դա հերքելի չի, դա այդպես է, այդ ամեն ինչը կա երկրի վրա, բայց գիտես, այդ ամեն ինչը դրսևորվում է նրանց միջոցով, ովքեր որ Աստծունը դեռ չեն։ Այդ ամեն ինչը կա, որովհետև դեռ մարդիկ կան երկրի վրա, որոնք որ Աստծուն չեն ճանաչում։
Եվ թշնամին հակառակորդը վերցնում է այդ մարդկանց ու օգտագործում է այդ ճարիքները երկրի վրա դրսևորելու, բերելու։ Բայց Աստված շինում է իր եկեղեցին, կառուցում է իր եկեղեցին, Աստված երազանք ուներ եկեղեցին կառուցելու, հիմնելու, որպիսի եկեղեցու միջոցով էլ ցույց տա իր էությունը, որպիսի երկրի վրա լինի ինչ որ մի կառույց, լինեն ինչ որ մարդիկ, ինչ որ մի մարդկանց խումբ, որ նրանց միջոցով Աստված կկարողանա ցույց տա իր բարությունը, իր սերը, իր ողորմությունը, իր բարի գործերը, իր հրաշքները, նշանները, ամեն, եւ այն ինչ որ այսօր մարդկությունը կարիք ունի, այսինքն եկեղեցին դա այն մարմինն է, որի միջոցով Աստված իրան կարողանում է ցույց տալ եւ ուզում է ցույց տալ։ Դրա համար Աստված վճարեց շատ մեծ գին եկեղեցին ունենալու, եկեղեցին ծնելու համար, սիրելիներս։ Աստված վճարեց իր որդուն, զոհաբերեց իր որդուն, մենք անցած կիրակի տոնեցինք զատիկը, Քրիստոսի մահը եւ հարությունը, այսինքն Աստված մեծ գին վճարեց, որովհետև եկեղեցին մեծ գին ուներ Աստծո համար։ Աստված թանկ գին պատրաստ էր զոհաբերելու, որովհետև եկեղեցին թանկ էր Աստծո համար։ Այն ինչ որ պիտի ծնվեր, թանկ էր Աստծո համար։ Եվ ես ու դու ենք այդ եկեղեցու մեջ։ Այսինքն ես ու դու թանկ ենք Աստծո համար։ Ես ուզում եմ քեզ ասեմ, որ դու թանկ ես Աստծո համար, սիրելիս, որ դու արժեք ունես Աստծո աչքերին եւ Աստծո սրտին, եւ դրա համար Աստված եկեղեցու մեջ անհատապես տեսնում էր ամեն մեկիս էստեղ։ Աստծո խոսքը ասում է. ես քեզ գիտեմ քո անունով, քո մազերի թիվը հաշված են, քո ամեն բանը գիտեմ, ես քեզ գիտեմ քո անունով։ Եվ Աստված եկեղեցու մեջ ամեն մեկիս տեսնում էր մեր անձերով, մեր անուններով։ Եվ դրա համար նա ես ու դու այնքան թանկ եղանք նրա համար, որ նա վճարեց իր ամենաթանկը մեզ ունենալու, մեզ գտնելու, մեզ փրկելու։ Հիսուսն ասում էր ես եկա փնտրելու եւ գտնելու կորածին։ Ամեն։ Եվ մի ուրիշ առակում նա ասեց, որ բարի հովիվը նա է, ով պատրաստ է 99 գառներին թողնի եւ գնա նրա հետևից, ով որ կորած է։ Այսինքն մենք տեսնում ենք, որքան թանկ գին ունի Աստծո համար այն գառը, այն անձը, որը որ Տիրոջը դեռ չի, եւ մենք, որ մի ժամանակ Տիրոջը չէինք։ Ամեն։ Հալելույա։ Մի Սաղմոս 33-ում կա այսպիսի մի հրաշալի խոսքեր, մարգարեական խոսքեր։ Սաղմոս 33:12-ում այսպես է ասում Տերը. Երանի այն ազգին, որ նրա Աստվածը Տերն է, եւ այն ժողովրդին, որ նա իր համար ժառանգություն ընտրեց նրան։ Երանի այն ազգին, Աստծո խոսքը ասում է, երանի այն ազգին, երանի այն ժողովրդին, որի Աստվածը որ Տերն է, որը որ Աստծո ժողովուրդն են, որոնք որ Աստծո ժառանգությունն են, որոնք որ ընտրել են Աստծուն որպես իրենց Աստված եւ որոնց որ Աստվածը ընտրել որպես իրանց ժողովուրդ։ Ես այս ամենը ասում եմ, որպեսզի դու հասկանաս եւ քո անհատական արժեքը Աստծո աչքերին եւ որպես եկեղեցի մենք հասկանանք, թե ինչ մեծ եւ թանկ արժի եկեղեցին Տիրոջ աչքերի առաջ, սիրելիս։ Ամեն։ Եվ գիտես, Աստված տվել է ամեն բան, ամեն անհրաժեշտ բաները Աստված տվել է, որպեսզի եկեղեցին հասունանա, սրբացվի, պտղաբեր լինի, որպեսզի եկեղեցին առողջ լինի եւ հաղթական լինի։ Ընդհանրապես ամեն բան, ինչ որ Աստված ստեղծում է, նախորոք պատրաստում է տարածքը։ Երբ որ Աստված Ադամին ստեղծեց, Ադամին չստեղծեց առաջի օրը։ Ինչի համար Ադամին ստեղծեց 6-րդ օրը եւ ոչ թե առաջին, որովհետեւ նախքան Ադամին ստեղծելը Աստված պիտի պատրաստեր այն ամեն ինչը, ինչ որ Ադամին պետք էր կյանքի եւ ապրելու համար։ Դրա համար Աստված ստեղծեց թթվածինը, ստեղծեց արևը, լուսինը, աստղերը, տաքությունը, երկիրը, բնությունը, կենդանական աշխարհը, կերակուրները, Աստված ամեն բան ստեղծեց եւ իր ստեղծագործության վերջին օրը 6-րդ օրը նոր ստեղծեց Ադամին եւ դրեց երկրի վրա եւ ասեց հիմա վայելի։
ամեն բան պատրաստ է։ Եվ նույնպես, երբ որ Աստված ստեղծեց ու ծնեց եկեղեցին, նա նախորոք ամեն բան նախապատրաստել էր, որպիսի եկեղեցին ճիշտ ձևով աճի, հասունանա, ապրի եւ առաջ գնա ու հաղթական լինի։ Մեր քույրը վկայեց եւ ասեց, երբ որ գնում ենք ավետարանչության, մենք նախորոք չենք պատրաստում, Աստված մեզ տալիս է ամեն գործիքները, շնորհները, պարգևները եւ խոսքը, որպիսի մենք փոխանցենք։ Գիտես, Աստված եկեղեցուն նույնպես տվեց ամեն բան նախորոք, որպիսի եկեղեցին առողջ, հաղթական ու զորավոր լինի։ Ամեն։ Աստված չի ուզում տկար եւ թույլ եկեղեցի։ Աստծո երազանքն է զորավոր եւ հաղթական եկեղեցի, առողջ եկեղեցի։ Ամեն։ Որովհետեւ տկար եկեղեցու միջոցով նա չի կարա իրան լիարժեք ցույց տա։ Գոլ եկեղեցու միջոցով նա չի կարա իրան լիարժեք ցույց տա։ Անտարբեր ու սառը եկեղեցու միջոցով նա չի կարա ցույց տա, եւ այսպես կարող եմ շարունակել։ Աստված ուզում է արթուն, կրակոտ, առողջ եւ հաղթական եկեղեցի, որի միջոցով ինքը իրան կհայտնի եւ կցույց տա այս աշխարհին, այս աշխարհի մարդկանց։ Հալելույա։ Եվ այստեղ մենք կարդացինք մի հատված, մի տեղ, որ Պողոս առաքյալը բացատրում է ինչպես է աճում եկեղեցին, ինչ հատկանիշներ են պետք, որ եկեղեցին առողջ լինի։ Գիտես, երբ որ դու ուզում ես մի հատ համով կերակուր պատրաստել, դու մտնում ես ինտերնետ եւ մանրամասն ամեն այդ բաղադրա, հա, ոնց են ասում, բաղադրատոմսն ես նայում, այդ բաղադրություններն ես նայում, բոլոր ինչ պետքա լինի, քանի գրամ պիտի լինի, որը որից հետո պիտի լինի, որպիսի դու ստանաս այն համով կերակուրը, որը որ դու ուզում ես պատրաստես։ Եվ գիտես, Աստծո խոսքը մեզ բացատրում է ինչեր են պետք եկեղեցու համար, որպիսի եկեղեցին առողջ, զորավոր ու հաղթական լինի։ Որն են այդ բաղադրությունները, որը որից հետո է, ինչա պետք, որ եկեղեցին զորավոր լինի։ Ամեն։ Գիտես, այդ հաղթական եկեղեցի, երբ որ ասում եմ, դա մենք ենք անհատապես բոլորս իրար գումարված, բայց նույնպես երբ որ եկեղեցին հաղթական է, դա օգուտ է քեզ համար ու ինձ համար։ Ամեն, որտեղ մենք եւ նպաստում ենք, որ եկեղեցին լինի առողջ ու հաղթական, բայց նույնպես մենք օգտվում ենք եւ օրհնվում ենք առողջ եկեղեցու շնորհիվ։ Շատ ժամանակ մենք, գիտես, մի քիչ սխալ ենք հասկանում եկեղեցու էությունը, կառուցվածքը։ Այստեղ ես ասացի, որ մենք ուշադրություն դարձնենք մի խոսքի վրա, որ Պողոս առաքյալը ասում է։ Իհարկե նա սկզբից խոսում է ծառայության, պարգևների, պաշտոնների մասին, որ Աստված տվել է, եւ հետո անդրադառնում է այդ մարմնին, որը որ աճում է եւ հասունանում է։ Եվ Աստված, Աստծո խոսքը ասում է, որ Տիրոջ կամքն է, որ եկեղեցին հասնի Քրիստոսի հասուն հասակին, այսինքն եկեղեցին նմանվի Հիսուսին, ոնց որ Հիսուսն էր երկրի վրա։ Եվ գիտես, շատ ժամանակ մենք մի քիչ սխալ ենք ընկալում։ Օրինակ, շատ քրիստոնյաների ընկալման մեջ եկեղեցու, լավ եկեղեցու, առողջ, հաղթական, պտղաբեր եկեղեցու այդ անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ հովիվը լինի լցված, հովիվը լինի զորավոր, որ ծառայողները լինեն լցված, զորավոր, հա, մենք պատկերացնում ենք, որ այսպես մի հատված, հա, եկեղեցու առաջնորդը, գլուխը, հովիվը, ծառայողներ որոշ, նրանք զորավոր են, լցված են գիտությունով, հոգով եւ տարբեր բաներով, բայց մնացած մարդիկ կարծես տկար են, մեղավոր են եւ ամեն կիրակի գալիս են եկեղեցի իրանց վիճակը մի փոքր բարելավելու համար։ Շատերի մտքի մեջ այս պատկերացումն է եկեղեցու վերաբերյալ, եկեղեցու ուղղությամբ, որ մնացած ժողովուրդը ուղղակի գալիս են կիրակից կիրակի
իրանց մեղքերը մի քիչ քավելու այդ շաբաթվա, գալիս են մի քիչ խշմտանքը հանգստացնելու, գալիս են մի քիչ խաղաղություն ստանալու, գալիս են մի քիչ սենց կարգավորվելու, մինչև մյուս շաբաթ տենանք նորից ինչ կգա գլխներիս, որ մի Կիրակի օրը գանք նորից եկեղեցի, մի հատ նորից մաքրվենք, ռեստարտ լինենք։ Սա շատերի պատկերացումն է, հա, ժողովրդի հանդեպ, եւ շատերը որպես անդամներ, որպես եկեղեցի հաճախողներ, իրենք իրենց այդպես են տենում, միգուցե շատերը դուք ձեզ այդպես եք տենում։ Եվ մենք պատկերացնում ենք, որ միայն հովիվը պետք է զորավոր լինի, լցված լինի, հոգով առաջնորդվի, եւ մենք պատկերացնում ենք, որ առողջ եկեղեցու ուրեմն անհրաժեշտությունները հենց սրա մեջ է, կարևորը հովիվը լցված լինի, կարևորը քարոզները լավ լինեն, առողջ լինեն, զորավոր լինեն, եւ մնացածը հերիք է, մենք էլ կգանք սենց ծերը ծերին, ամեն Կիրակի մի քիչ կդզվենք, մի քիչ կմաքրվենք, կգնանք նորից, չգիտեմ ինչ կկատարվի շաբաթվա մեջ, մյուս Կիրակի զատո նորից էլի կա հավաքույթ, նորից կգանք, նորից կմաքրվենք։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ սա աստվածաշնչյան եկեղեցու պատկերը չի սիրելիս։ Աստված սա չի ակնկալում, սա չի սպասում եւ այսպես չի տեսնում եկեղեցին։ Այստեղ Պողոս առաքյալը, երբ որ խոսում է առողջ եկեղեցու մասին, ասելով թե ինչպես է աճում եկեղեցին, ինչպես է աճում մարմինը, ես այստեղ ասացի, որ մենք ուշադրություն դարձնենք մի խոսքի, ուրեմն նորից ես բացում եմ Եփեսացիս թուղթը 4:15 եւ այստեղ մենք տեսնում ենք 16-րդ խոսքից եթե կարդանք, ասում է, որից բոլոր մարմինը միասին կազմվելով եւ միասին հարմարվելով ամեն հոդվածի ձեռնտվությամբ ամեն մի անդամի ներգործության չափով մարմնի աճելը գործվում է իր անձը սիրով շինելու համար։ Ինչ կարդացինք, ամեն մի անդամի ներգործությամբ։ Դուք ձեր մոտ կա տենց գրված, հա, ում աստվածաշնչում է տենց, սխալ չի, չէ իմը, հա, ուրեմն իմում գրած է ամեն մի անդամի ներգործությամբ, ու հավատում եմ, որ ձեր մոտ նույնն է գրած։ Գիտես, շատ կարևոր է ամեն մի անդամի ներգործությունը, այսինքն եկեղեցին բաղկացած է ամեն մի անդամից, ինչպես որ քո մարմինը ունի տարբեր մասեր ու տարբեր անդամներ եւ բոլորն էլ կարևոր են քո մարմնի առողջ լինելու համար, բոլորն էլ կարևոր են քո մարմնի առույգ լինելու, քո մարմինը աճեցնելու համար, բոլոր անդամները, բոլոր օրգանները, այն ինչ որ Աստված քեզ տվել է, կարևոր են։ Ամեն։ Եվ ճիշտ նույն կերպ եկեղեցում Աստված ասում է ամեն մի անդամի ներգործությունը կարևոր է մարմնի աճի համար, մարմինը շինվելու համար, որպեսզի մարմինը Քրիստոսի հասունությանը գա, որպեսզի մարմինը գա այն կարգավիճակին, որին որ Աստված ուզում է տեսնի։ Ամեն։ Իհարկե սիրելիներ, երբ որ խոսում ենք ամեն մի անդամի մասին, մենք պետք է նաև իմանանք, այո, Աստվածաշունչը խոսում է դրանից առաջ, Աստվածաշունչը խոսում է ծառայության պարգևների մասին, խոսում է 5 ծառայության պարգևների մասին։ Առաքյալ, մարգարե, ավետարանիչ, հովիվ եւ ուսուցիչ, այս 5 պարգևները, որոնք որ ծառայության պարգևներն են, գոյություն ունեն Սուրբ Հոգու 9 պարգևները, որ Աստված տալիս է ամեն հավատացյալի, բայց գոյություն ունեն նաեւ ծառայության պարգևներ, որոնց որ Աստված տալիս է միգուցե ոչ բոլորին։ Եվ սրանից առաջ խոսվում է այդ 5 պարգևների, ծառայության պարգևների մասին։ Եվ իհարկե մենք կանչված ենք
պատվելու եւ հարգելու ծառայության պարգևները, մենք կանչված ենք պատվելու եւ հարգելու այն օծությունը, որ կա եկեղեցում, ամեն, բայց մենք կանչված չենք մեր պատասխանատվությունը դնելու ուրիշների վրա։ Մենք կանչված ենք պատվելու օծությունը, բայց ամեն բան ունի իր տեղը, եւ ես ուզում եմ քեզ ասեմ, որ դու պատասխանատու ես մարմնի աճի համար։ Ամեն։ Դու պատասխանատու ես եկեղեցու առաջադիմության համար։ Դու պատասխանատու ես եկեղեցու հաղթական լինելու համար, պտղաբեր լինելու համար, որովհետև Աստվածաշունչը ասում է ամեն մի անդամի։ Եվ մենք սովոր ենք պատասխանատվությունը մեր վրայից դնել տարբեր ուրիշ մարդկանց վրա։ Բայց Սուրբ Գիրքը մեզ մի ուրիշ բան է սովորեցնում։ Եկեք մի քանի ուրիշ տեղեր էլ կարդանք։ Երկրորդ Կորինթացիս 2:15-ը, Երկրորդ Կորինթացիս 2:15, մի քանի տեղեր, ուղղակի որպեսզի մենք հասկանանք, ինչ սպասում ունի Աստված ամեն մեկիցս։ Երկրորդ Կորինթացիս 2:15, որովհետև մենք Քրիստոսի անուշ հոտն ենք Աստծո առաջ, փրկվածների մեջ եւ կորածների մեջ։ Գիտես այս առաջի սկզբում, որ գրված է մենք, գիտես այդ մենքը ովքեր ենք։ Ով է իրան այդ մենքի մեջ տեսնում։ Դա մենք ենք, չէ՞։ Աստված ասում է, Աստծո խոսքն ասում է, որովհետև մենք Քրիստոսի անուշ հոտն ենք Աստծո առաջ, որտեղ փրկվածների մեջ։ Նախ եւ առաջ փրկվածների մեջ։ Գիտեք ովքեր են փրկվածները։ Փրկվածները դա եկեղեցին է։ Աստծո խոսքը ասում է, որ մենք ամեն մեկս Քրիստոսի անուշ հոտն ենք փրկվածների մեջ եւ կորածների մեջ։ Փրկվածներ նկատի ունի Տիրոջ ժողովուրդը, եկեղեցին, կորածներ կամ չփրկվածներ գոյություն նկատի ունի նրանց, ովքեր որ դեռ Տիրոջը չգիտեն։ Բայց այստեղ ես ուզում եմ, որ դու տեսնես, որ ես ու դու պատասխանատու ենք Քրիստոսի անուշ հոտը լինելու փրկվածների մեջ, եկեղեցու մեջ։ Ամեն։ Արի մի ուրիշ տեղ էլ կարդանք, առաջի Տիմոթեոս 4:12-ը։ Այսօր մի քանի տեղեր ենք կարդալու, մի քիչ ավելի շատ, քան սովորաբար, բայց սա շատ կարևոր է։ Առաջի Տիմոթեոս 4:12-ը, ոչ ոք քո մանկությունը կամ երիտասարդությունը նայած թարգմանության չանարգի, այլ օրինակ եղիր հավատացյալներին, խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով։ Տեսեք, Պողոս առաքյալը 5 բան է ասում Տիմոթեոսին եւ ասում է օրինակ եղի։ Օրինակ եղի ում? Հավատացյալներին, օրինակ եղի եկեղեցուն։ 5 բան է ասում, եկեք նորից կարդանք։ Օրինակ եղի խոսքով, վարքով, սիրով, հավատքով եւ սրբությունով։ Մենք նորից տեսնում ենք, որ ես ու դու կանչված ենք օրինակ լինելու սիրելիներ։ Ես ու դու, այսինքն ես ու դու ունենք պատասխանատվություն ամեն մի անդամը, որպիսի մարմինը աճի, որպիսի մարմնի մեջ հիվանդ տեղեր չլինեն, որպիսի մարմինը հաղթական լինի, եկեղեցին զորավոր լինի, պտղաբեր լինի, որպիսի Աստված իրան կարողանա ցույց տա եկեղեցու միջոցով, ամեն մի անդամը կանչված է օրինակ լինելու այս 5 բաների մեջ։ Առաջի Տիմոթեոս 4:12 կարող ես գրել քեզ մոտ եւ վերցնել ու հաճախակի ընթերցել այս 5 կետերը եւ ուղակի քննել քո կյանքը եւ տեսնել, արդյոք դու այս 5 բաների մեջ կարողանում ես օրինակ լինել, արդյոք այս 5 բաների մեջ դու շինություն տալիս ես եկեղեցուն, Տիրոջ մարմնին։
Հալելույա։ Գիտեք, երբ որ մենք պատասխանատվությունը մեր վրայից դնում ենք մի կողմ շատ հեշտորեն, եւ մենք սպասումներ ենք ունենում մնացածից, եւ շատ հեշտությամբ գալիս է այդ սպասելու եւ պահանջելու մտածելակերպը մեր մեջ։ Գալիս է այդ սպասելու եւ պահանջելու հոգեբանությունը մեր մեջ, որը որ իրականում շատ հեշտ է, մենք բոլորս բոլորիցս կարող ենք ինչ-որ բաներ սպասել, պահանջել ու ակնկալել։ Այդպես է թե չէ։ Դա շատ հեշտ է, սիրելիներ։ Բայց մենք կանչված ենք ավելի շատ մենք ինքներս պատասխանատվություն վերցնելու, պատասխանատվություն կրելու, որովհետև Տերը ինքն է այդ պատասխանատվությունը դնում ամեն մեկիս վրա։ Ես ուզում եմ քեզ ասեմ, որ դու ուղղակի հիշես, սիրելի իմ քույր ու եղբայր, որ եկեղեցում որպես անդամ, եկեղեցում ամեն մի անդամը դու այստեղ ես ոչ թե միայն օրհնվելու համար, դու այստեղ ես առաջին հերթին օրհնություն լինելու համար։ Հա? Մենք սովոր ենք շատ հաճախ ասելու, որ գնացինք ծառայության եւ օրհնվեցինք, գնացինք եկեղեցի եւ օրհնվեցինք։ Շատ լավ է, որ դու օրհնվում ես։ Ես էլ եմ գալի եւ օրհնվում եմ։ Եվ ես ուրախ եմ բոլոր նրանց համար, ովքեր որ գալիս են եւ օրհնվում են։ Սա պետք է լինի, սա հրաշալի է։ Այո, որտեղ որ Աստծո ներկայությունը կա, այնտեղ մարդիկ օրհնվում են։ Բայց մենք հաճախակի այս երկրորդ կողմը մի քիչ զլանում ենք, մի քիչ չենք սիրում։ Այո, մենք օրհնվում ենք եկեղեցում, բայց արդյոք մենք մտածում ենք, իսկ մենք օրհնություն ենք եկեղեցում։ Իսկ ես որպես անդամ, որտեղ Աստծո խոսքը ես նորից ու նորից կրկնելու եմ սա, ամեն մի անդամի ներգործությամբ, որ այս խոսքը քո մեջ տպավորվի։ Եփեսացիս թուղթը ասում է ամեն մի անդամի ներգործությամբ։ Արդյոք ես որպես անդամ, բացի օրհնվելուց, արդյոք ես կարողանում եմ օրհնություն լինեմ եկեղեցու համար։ Արդյոք եկեղեցին ինձանով օրհնված է։ Արդյոք իմ քույրերը ու եղբայրները ինձանով օրհնված են։ Արդյոք ինձ շրջապատող մարդիկ ինձանով օրհնված են։ Արդյոք ես ինչ-որ մի բան անում եմ, որ օրհնություն լինեմ։ Եվ սա շատ կարևոր է, սիրելիներ, եւ մենք պետք է մեր միտքը ավելի շատ ուղենք այս ուղղությունով։ Հիսուսն ասում էր ավելի մեծ ուրախություն կա տալու, քան վերցնելու մեջ։ Երբ որ դու օրհնություն ես դառնում մյուսների կյանքերի մեջ, վստահեցնում եմ, ովքեր որ դա վերապրել են, ինձ կհաստատեն։ Ավելի շատ ուրախություն ես վերապրում, երբ որ դու ես օրհնություն լինում, քան թե երբ որ դու ես օրհնվում։ Որովհետև երբ որ դու օրհնություն ես լինում ուրիշների համար, Աստված քեզ շատ անգամ գերբնական ձևով է օրհնում։ Աստված քեզ այդ փոխհատուցումը տալիս անենց, որ ոչ մի մարդ չի կարա տա։ Երբ որ դու օրհնություն ես դառնում ուրիշների համար եւ ապրում ես այս սկզբունքով, որ ես օրհնություն լինեմ մյուսների համար, սիրելիս, դա այն նույն օրհնությունը չի, երբ որ Աստված է օրհնում քեզ հետո։ Դա այն նույնը չի, որ դու մարդկանցից ես օրհնվում։ Կա մարդկանցից օրհնվել, որը հրաշալի է, բայց կա Աստծուց օրհնվել։ Երբ որ ասում եմ օրհնություն, միայն նյութական բաները չմտածենք։ Դու կարող ես մարդկանցից մի հատ խոսքով օրհնվել, քաջալերությունով օրհնվել, մի հատ սիրո դրսևորումով օրհնվել, հա, ինչ որ մի բանով օրհնվել, ինչ որ մի մարդուց։ Նրա ներկայության մեջ ինչ որ մի բանով օրհնվել։ Եվ սա շատ լավ է, որ մարդկանցից մենք օրհնվում ենք, բայց կա գերբնականը, երբ որ Աստված է քեզ օրհնում, երբ որ նրա ներկայությունն է գալիս, երբ որ նրա փառքն է գալիս քո կյանքի մեջ, երբ որ ինքը սկսում է օրհնել քեզ, որովհետև ինքը ուզում է քեզ օրհնել, որովհետև ինքը իր ջրերը ուղակի արձակում է քո կյանքի վրա, որովհետև ինքը տեսնում է, որ դու մարդ ես, որ այդ ջրերը քո համար չես պահում։ Գիտես, որ դու մարդ ես, որ ուղակի առանձնացած մի հատ լճակ չես,
այլ դու գետի նման ես, որ մի կողմից Աստված լցնում է եւ մյուս կողմից դու դատարկվում ես ինչ որ մի տեղ։ Գիտեք, բոլոր գետերը ունեն աղբյուր ինչ որ մի տեղից, բայց նրանք գնում եւ դատարկվում են ինչ որ ծովերի մեջ։ Բոլոր գետերը դատարկվում են ծովերի մեջ, բայց նրանք ունեն աղբյուր, որը անսպառ է։ Եվ երբ որ Աստված տեսնում է, որ դու մարդ ես, ով սիրում ես դատարկվել, ով սիրում ես օրհնություն լինել, Աստված, գիտես, ինքը ուժեղացնում է իր աղբյուրները քո կյանքի մեջ։ Բայց երբ որ դու լճակ ես եւ սիրում ես միայն ընդունել, գիտես, կգա մի պահ, որ կլցվես եւ Աստված էլ իր աղբյուրներն էլ կփակի, որովհետեւ դու լցվելու ես եւ ոչինչ չանես այդ լցվածով։ Կարևոր է, որ ես ու դու հասկանանք, որ ես սկզբում ասացի, որ դու մեծ արժեք ունես Աստծո համար, որ դու թանկ ես Տիրոջ համար, եւ եկեղեցում զորավոր ու հոգով լցված լինողները միայն հովիվները չեն, միայն ավակները չեն, միայն ծառայողները չեն, ամեն մի անդամ կանչված է զորավոր եւ լցված լինելու, սիրելիս, եւ գիտես, սխալ է, երբ որ դու քեզ տեսնում ես որպես տկար, երբ որ դու քեզ տեսնում ես որպես մեղավոր, երբ որ դու քեզ անընդհատ տեսնում ես որպես թույլ, որպես կարիքավոր։ Աստծո խոսքը ասում է վեր կաց եւ լուսավորվի։ Վեր կաց եւ լուսավորվի, որովհետեւ քո լույսը եկել է, ես ինչ որ մեկի համար եմ հիմա ասում, վեր կաց եւ լուսավորվի, որովհետեւ քո լույսը եկել է։ Նորից եմ ասում, վեր կաց եւ լուսավորվի, որովհետեւ քո լույսը եկել է։ Հալելույա։ Գիտես, բավական է, որ մենք կենտրոնանանք անընդհատ մեր տկարությունների վրա, մեր կարիքների վրա, մեր ինչ որ տարբեր բաների վրա, սիրելիներ։ Աստծո խոսքը ասում է, որ նա եկել է որպես լույս մեզ համար։ Ամեն։ Այո, բոլորիս կյանքում լինում են խնդիրներ, բոլորս ունենում ենք դժվարություններ, բոլորս ունենում ենք նույնպես տկարություններ։ Ասեմ գաղտնիք, գիտես, հովիվները նույնպես, այնպես չի, որ միշտ հոգևոր սենց սուպեր բանի վիճակի վրա են։ Մենք բոլորս ունենում ենք տկարություններ ու թուլություններ։ Մենք բոլորս ունենում ենք մեր պայքարները, մեր խնդիրները, մեր դժվարությունները, բայց շատ վատ է եւ սխալ է, երբ որ սա դառնում է մտածելակերպ մեր մեջ, երբ որ դու քեզ սկսում ես անընդհատ թույլ տկար տեսնել, սկսում ես քեզ անընդհատ ինչ որ անբավարար տեսնել, սկսում ես անընդհատ քո խնդիրները վերցնել, դնել, եւ սա դառնում է քո մոտ ապրելակերպ։ Եվ դու տարիներով եկեղեցում ես, տարիներով լսում ես խոսքը, տարիներով երկրպագում ես, փառաբանում ես Տիրոջը, եւ գիտես խոսքը, եւ գիտես խոստումները, եւ գիտես Աստծո ծրագրերը, եւ գիտես Աստծո սերը ու ճաշակել ես Աստծո սերը քո կյանքի մեջ, բայց դու շարունակում ես քեզ տեսնել որպես թույլ, տկար, մեղավոր եւ անկարող, առաջ գնալու, առաջադիմելու, աճելու, փոխվելու, սիրելիս, սա սխալ մտածելակերպ է։ Իհարկե, որ ես ինքս եւ այստեղ շատերը գիտեմ, որ ես պատրաստ եմ իմ անձը դնելու այնտեղ, որտեղ որ կա կարիք, այնտեղ որ կա խնդիր, պատրաստ եմ տկարի կողքը լինելու, բարձրացնելու, հորդորելու, քաջալերելու եւ պատրաստ եմ շատ բաների։ Բայց գիտես, պատրաստ չեմ, երբ որ դա դառնում է մարդկանց մոտ ապրելակերպ։ Ամեն։ Աստծո խոսքը ասում է վեր կաց եւ լուսավորվի։ Վեր կաց եւ լուսավորվի։ Եվ մենք պետք է վեր կենանք եւ լուսավորվենք, որովհետեւ նրա լույսը եկել է մեզ վրա։ Եվ բավական է, որ դու սատանայի սուտը ընդունես ու քեզ անընդհատ տեսնես անկարող, Աստծուց օտար, Աստծո դատաստանի, Աստծո դատապարտության տակ, մեղքերիդ բեռի տակ, որովհետև Աստված դրա համար չի քեզ փրկե,
Աստված դրա համար չի իր որդուն ուղարկե։ Աստված դրա համար չի Հիսուսին խաչը բարձրացրե, այլ նրա համար, որ դու լինես ավելին, քան հաղթող։ Դրա համար Պողոս առաքյալը իր բոլոր խնդիրների մեջ կանգնում էր եւ ասում էր. ես ավելին, քան հաղթող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Հալելույա։ Բայց երբ որ այդ Պողոսը խոսում է իր խնդիրների մասին, մենք կարդալով կարանք դեպրեսիայի մեջ ընկնել, ուղղակի լսելով իր խնդիրները, բայց գիտես, նա կանգնում է եւ ասում է. ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Նա, որ ապրում է իմ մեջ, ավելի զորավոր է։ Հալելույա։ Հալելույա։ Գիտես, որ ով կգա նվագի։ Չկա Ենոքը։ Արիլյան չա։ Ես ուզում եմ մի հատ հայտնություն տամ քեզ։ Էսի անվճար է, վերցրու, օգտագործի կյանքիդ մեջ, գործի դի։ Գիտես Հիսուսը ինչի համար կույսից ծնվեց։ Որպիսի մարդկային սերմը խառնված չլինի նրա ծնունդի հետ։ Որովհետև Ադամից բոլոր ծնվածները ապականված էին։ Ադամից բոլոր ծնվածները ունեին արդեն անեծքի գենետիկան։ Ադամից բոլոր ծնվածները Աստծո փառքից ընկած էին, ողջ մարդկությունը, որովհետև Ադամը մտել էր անեծքի տակ։ Եվ դրա համար ի հայտ եկան բոլոր խավարի գործերը։ Դրա համար ի հայտ եկավ ամեն սպանությունները, ատելությունը, չարությունը, հիվանդությունը եւ բոլոր մեղքերը։ Որովհետև Ադամի գենետիկան, ԴՆԹ-ն արդեն անիծված էր, ապականված էր, կեղտոտված էր, վիրուսը մտել էր այդ գենետիկայի մեջ։ Եվ դրա համար Հիսուսը ծնվեց կույսից, որպիսի Ադամից ոչ մի բան չլինի խառնված նրա մեջ, որպիսի անիծվածից ոչ մի բան նրա մեջ խառնված չլինի, սիրելիս։ Հիշում եք, երբ որ Աստված ուղարկում էր երբեմն ժողովրդին պատերազմի, ասում էր այդ ազգը անիծված է եւ այդ անեծքից ոչ մի բան չվերցնեք։ Անկամ նրանց անասունները ձեր հետ չբերեք ձեր երկիր, անկամ երբ որ դուք պատերազմը հաղթելու եք, բայց նրանցից ոչ մի գրամ բան չվերցնեք, որովհետև նրանց ամբողջ բաները անեծված են։ Եվ դրա համար Հիսուսը երբ որ ծնվեց, Ադամից ոչ մի բան չվերցրեց, որովհետև այն ինչ որ Ադամից էր, անիծված էր։ Դրա համար նա ծնվեց Սուրբ Հոգուց, եւ Սուրբ Հոգին եկավ Մարիամի վրա։ Ինչպես որ սկզբում, երբ որ Ադամը Աստված ստեղծեց Ադամի մարմինը, գրված է, որ իր շունչը փչեց Ադամի վրա, եւ նա կենթանի հոգի դառավ, կենթանի մարմին։ Աստված իր հոգին եւ իր շունչը փչեց Ադամի վրա։ Բայց հետո Ադամը կեղտոտվեց, ապականվեց։ Եվ դրա համար երկրորդ անգամ նույնպես Աստված իր հոգին փչեց Մարիամի որովայնի մեջ եւ ծնվեց նոր մարդը, Քրիստոս, նոր մարդը, նոր գենետիկան, որը որ ոչ մի բանով խառնված չի Ադամի հետ։ Գիտես ինչի եմ այսքան բանը ասում, որովհետև ամեն վերստին ծնված մարդ պատկանում է Քրիստոսի գենետիկային։ Դու գենետիկայով ուրիշ ես արդեն։ Վերստին ծնված նշանակում է հոգուց ծնված, Սուրբ Հոգուց ծնված։ Ֆիզիկապես դու ծնվել ես եւ աշխարհ ես եկել ամեն մեկս։ Բայց երբ որ դու Հիսուսին ընդունեցիր քո կյանքի մեջ որպես Տեր եւ Փրկիչ, քո գենետիկան փոխվում է։ Վերստին ծնունդը հենց սա ենք անվանում։ Դրա համար շատ ժամանակ մենք աղոթում ենք ապաշխարության աղոթքը, որովհետև ապաշխարության աղոթքով, երբ որ մարդը ընդունում է Քրիստոսին իր կյանքի մեջ, իր սրտի մեջ, դա սկիզբ է դրվում
իր գենետիկայի փոխվելուն։ Ֆիզիկապես մեր այդ ոչ մի բան չի կատարվում։ Դու մնում ես նույն տեսքով, նույն մարմնով։ Ամեն բան մնում է նույնը, բայց հոգևոր աշխարհի մեջ քո գենետիկան փոխվում է։ Աստված կտրում է այն ինչ որ Ադամից է եւ Աստված քեզ միացնում է Քրիստոսին։ Դրա համար Հիսուսն ասում էր. ես հոր մեջ եմ, հայրը իմ մեջ եւ դուք էլ իմ մեջ եւ ես ու հայրը ձեր մեջ։ Հալելույա։ Եվ այս ամենը ես քեզ ասում եմ, որպեսզի դու հասկանաս, թե դու ով ես Քրիստոսի մեջ ու քեզ չտեսնես տկար, թույլ, մեղավոր, ընկած, անկարող, Աստծուց հեռու, Աստծուց օտար, որ դու անընդհատ պիտի անցնես ինչ-որ անընդհատ պիտի սայթակես, անընդհատ պիտի ինչ-որ սխալների մեջ լինես, անընդհատ պիտի ինչ-որ մեղքերի մեջ լինես ու անընդհատ պիտի գաս ու մաքրվես, հետո նորից գնաս, հետո գաս նորից մաքրվես։ Սիրելիս, դա չի են կյանքը, որի համար որ Հիսուսը զոհվել է քո համար։ Հիսուսը այդ կյանքը չէր ուզում քեզ տար։ Ինքը արել է այդ մեծ զոհողությունը, որպեսզի դու հաղթական լինես։ Դրա համար երբ որ գիտես, ամեն բան հավատքի հետ է կապված։ Երբ որ դու այս հայտնությունը չունես, թե դու ում ժառանգությունն ես, Սատանան օգտվելու է դրանից, որպեսզի քեզ նորից պահի Ադամի մեջ, որպեսզի Ադամից եկած բաները բերի քո կյանքի մեջ։ Բայց այն պահից, որ դու ունենում ես, ստանում ես այս հայտնությունը եւ սկսում ես ապրել այս հայտնությունով, հոգևոր աշխարհը գործում է հայտնության միջոցով։ Միգուցե խորը բաներ եմ ասում, բայց ինչքանով կարաս բռնի վերցրու։ Հոգևոր աշխարհը գործում է հայտնությունով։ Ինչ հայտնություն ունենաս, այտենց էլ կյանքդ լինելու է, որովհետեւ ամեն բան հավատքով է գործում։ Հոգևոր աշխարհը հավատքով է գործում։ Եկեք կանգնենք ոտքի։ Եվ արեք միասին աղոթենք, սիրելներ։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս, որ դու որպես Քրիստոսի մարմնի անդամ մեծ գին ունես Աստծո առաջ, որ դու որպես Քրիստոսի մարմնի անդամ հաղթական ես, զորավոր ես, որ դու ունես պատասխանատվություն Աստծո տան մեջ, Աստծո ժողովրդի մեջ, Աստծո թագավորության մեջ, Աստծո գործի մեջ, որ պատասխանատվությունը միայն հովվի, ծառայողների, ավակների վրա չի, թեև նորից եմ ասում, մենք կանչված ենք պատվելու եւ հարգելու օծությունը ընդունելու, որտեվ դա օծությունը ընդունելը, Աստծուց դրված ծառայության պարգևները ընդունելը, դա քո կյանքի բանալիներից մեկն է, քո օրհնության եւ հաջողության բանալիներից մեկն է, բայց դրա հետ մեկտեղ դու պետք է գիտակցես, որ դու որպես այդ մարմնի անդամ քո ներգործությունը կարևոր է եւ դու ունես պատասխանատվություն Քրիստոսի անուշ հոտը լինելու եկեղեցու մեջ, մարմնի մեջ, ամեն։ Եկեղեցին դա Քրիստոսի հարսն է, եկեղեցին դա Աստծո Քրիստոսի մարմինն է, եկեղեցին դա Աստծո ընտանիքն է, եկեղեցին դա Աստծո տաճարն է, դա Աստծո դեսպանությունն է։ Ինչքան տարբեր բաների հետ է համեմատվում եկեղեցին Սուրբ գրքի մեջ, Աստված սրանով ցույց է տալիս, որքան կարևոր եւ թանկ է իր համար եկեղեցին, մարմինը։ Եվ դու ունես քո դերը, եւ դու ունես քո կարևոր դերը, սիրելիս, որպիսի լինես կենթանի քար, որպիսի քո ներգործությամբ դու օրհնություն լինես մարմնի մեջ, քո ներգործությունով դու շինություն տաս մարմնին։ Ամեն, գիտենալով, որ դու փրկված ես, գիտենալով, որ դու ունես Քրիստոսի ժառանգությունը, Քրիստոսի միտքը, Քրիստոսի հոգին քո մեջ, եւ դու պտղաբեր ես, տես քեզ պտղաբեր, եթե քեզ նայում ես որպես մեղավոր, մեղքերի մեջ էլ
այտենց կանցնի քո կյանքը, բայց երբ որ դու քեզ տեսնես որպես պտղաբեր, Քրիստոսով ազատագրված եւ Ադամից կտրված մեկը, դու կլինես պտղաբեր, դու կլինես հաղթող, դու կլինես Տիրոջ հոգով լցված մեկը։ Հալելույա։ Հալելույա։ Գիտես, այս խոսքը կարևոր է ամեն մեկիս համար։ Ամեն մեկիս համար կարևոր է այս խոսքը, որովհետև Աստված, ես ասեցի ամենասկզբում, որ Աստված ամրացնում է եկեղեցու հիմքերը այն նոր մակարդակի համար, որ լինելու է, որի մեջ որ մենք մտնելու ենք։ Ես երբ որ աղոթում էի 3 Աստծո ներկայության մեջ էի եւ հոգուս մեջ տեսա ու լսեցի այն ալիքը, այն արթնության ալիքը, որ Աստված ուղարկում է եւ հոգուս մեջ լսում էի նույնպես այս բանը, որ հոգին ասում էր տարբեր անգամներ Աստված իր այդ արթնության ալիքը, կարծես ինչ որ ալիքներ եկել են, բայց հակառակորդը տարբեր միջոցներով փորձել է խափանել, փորձել է կանգնեցնել այդ ամենը, բայց Տիրոջ հոգին իմ ներսում ասում էր, որ այն ալիքը, որ գալիս է հիմա, ոչ մի բան չի կարողանալու կանգնեցնի, որ հակառակորդը չի կարողանալու կանգնեցնի, ոչ մի բան չի կարողանալու դեմ կենալ դրան։ Եվ դրա համար Աստված պատրաստում է իր եկեղեցին, Աստված պատրաստում է մեզ ամրանալու, հաստատվելու, որպեսզի մենք ընդունենք այն ալիքը, որ Տերը ուզում է ուղարկի սիրելիներ։ Հալելույա։ Եվ ես ուզում եմ ուղղակի միաբան աղոթենք եւ բերես քո անձը Տիրոջ առաջ, բերես քո սիրտը, քո միտքը Տիրոջ առաջ եւ ուղղակի ասես Տիրոջը, ահա ես Տեր, որպես քո մարմնի անդամ, որպես քո մարմնի անդամ եւ քո խոսքը Տեր ասում է, որ իմ միջոցով, իմ ներգործության միջոցով նույնպես շինվում է, որ ես պատասխանատվություն ունեմ այդ մարմնի մեջ, որ դու ինչ որ սպասումներ ունես ինձանից, որպես մարմնի անդամ, որովհետև դու հենց ինձ չես դրել այդ մարմնի մեջ, ինչպես որ իմ ու քո ֆիզիկական մարմնի մեջ չկա մի բան, որ ավելորդ լինի, չկա մի բան, որ պետքական չի սիրելիս։ Ամեն ինչ որ Աստված դրել է, դա ունի իր գործողությունը, դա ունի իր օգուտը քո մարմնին։ Եվ դու նույնպես որպես մարմնի անդամ եկեղեցու մեջ, դու ունես քո գործողությունը, դու ունես քո պատասխանատվությունը, դու որպես օրհնություն Աստված քեզ դրել է, որպես շինություն ես եկեղեցուն Աստված քեզ դրել է եկեղեցու մեջ։ Հալելույա։ Հալելույա Եշուա։ Հալելույա Սուրբ Հոգի։ Եկեք բարձրացնենք մեր աղոթքը։ Հալելույա։ Եվ ասա Տեր, ես ուզում եմ օրհնություն եւ շինություն լինեմ։ Քեբրամա քաթալարաբաշի բերեբեսեյա։ Հիլեմեքեթելերաբասիմ բարամաշի քերերեբեսեյա։ Հալելույա։ Տեր իմ Աստված, օրհնում ենք քեզ։ Մեծարում ու փառաբանում ենք քեզ, Հայր։ Շնորհակալ ենք Տեր, 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 որ դու ես մարմնի գլուխը, որ դու ես շինում Տեր քո եկեղեցին։ Շնորհակալ ենք Հայր, շնորհակալ ենք այն ինչ որ դու
դրել ես քո մարմնի մեջ, Տեր, ամեն մի անդամի համար, Տեր, Հայր, քեզ դինի փառքը եւ պատիվը, եւ ես աղոթում եմ, Տեր, որպիսի փոխես մտածելակերպերը, որպիսի փոխես ամեն հոգեբանություն, որ սխալ է, ամեն ապրելակերպ եւ ամեն միտք, որ սխալ է, եւ թող Քրիստոսի միտքը գա ամեն մեկի մեջ, Տեր իմ Աստված, Հալելույա, որպիսի ամեն մեկը, Տեր, լինի օրհնություն, ամեն մեկը կատարի այն գործը, Տեր, որի համար որ դու դրել ես այս մարմնի մեջ, ամեն քար, Տեր, լինի այն կենդանի քարը, որի համար որ ինքը դրված է այս մարմնի մեջ, Հիսուս Քրիստոսի անունով արթնացրու, Տեր իմ Աստված, եւ թող քո լույսը ծագի ամեն մեկի վրա, Տեր, ամեն մեկի կյանքի մեջ, Հիսուս Քրիստոսի անունով շնորհակալ ենք, Հայր, այն արթնության ալիքը, այն օրհնությունների ալիքը, որ դու ուղարկում ես այս եկեղեցում, Տեր, որ դու վստահում ես այս եկեղեցում, Հայր, թող քո անունը մեծարված լինի եւ թող այս եկեղեցու հիմքերը ամրանան, պնդանան եւ առողջ լինեն եւ նրա պտուղները առողջ լինեն եւ ավելի ավելանան ու շատանան քո անվան ու փառքի համար, Տեր, շնորհակալ ենք, Տեր, շնորհակալ ենք, Տեր, հալելույա, փառք ու պատիվ քեզ, Հայր, Հիսուսի անունով շնորհակալ ենք, Տեր։